Պարքես ամենակարող զորացներ, շնորհակալ ենք, որ դու մեր կյանքերում կաս, որովհետև դու կամեցար, որ մենք կյանք ունենք, և մենք ասում ենք շնորհակալություն այսօրվա համար, որովհետև այսօրը ստեղծեց կյանք հավիտենական, ողջ պարքերը քեզ լինի, ամեն։ Ես այսօր պիտի խոսեմ մի բանի մասին, որ վերնագրել եմ այսպես խաչի խորհուրդը։ Սիրելիներս, խաչը խորհուրդ ունի և խաչի խորհուրդը դժվար կապ է։ Չեմ ասում աշխարհը չգիտի այդ խորհուրդը։ Անգամ որոշ հավատացյալներ, որոշ, կարևոր չի Հայաստանից, Եվրոպայից, Ամերիկայից, կարևոր չի, որոշ հավատացյալներ նույնպես չգիտեն խաչի խորհուրդը։ Մենք պետք է իմանանք խաչի խորհուրդը։ Այսօր այն օրն է, որ մենք սիրում ենք ասել զատիկ։ Հրաշալի է, բայց դա խաչի խորհրդի մեջ է մտնում։ Եվ շատերը չգիտեն խաչի խորհուրդը, այնպես որ պիտի իմանան, իսկ ոմանք էլ ընդհանրապես չգիտեն խաչի խորհուրդը։ Եվ Տերը դրել է իմ սրտում մի քիչ խոսել այս ուղղությամբ, որովհետև ես կարծում եմ, թե սա կարևոր թեմա է, ինչու, որովհետև Ավետարանը սա կարևորում է։ Առաջի Կորինթացիներին գրած իր թղթի մեջ Պողոս առաքյալը 1:18 համարում ասում է խաչի խոսքը կամ խաչի խորհուրդը կորածների համար հիմարություն է։ Գիտեք, այն մարդիկ, որ դեռ տակավին փրկված չեն, որտեղ կորած երկու տեսակ կա, կորած, որ հավիտյանից հապտենից կորելու է, և կորած, որ հնարավորության դուր կա իր առջև, մի օր այդ պատը փրկվի, մենք չգիտենք, բայց Աստված գիտի։ Ասում է, կորածների համար հիմարություն է, խաչի խորհուրդը հիմարություն է իրանց համար։ Ինչու է հիմարություն? Որովհետև ասում են, ինչ? Աստված եկավ մեռավ, խաչի վրա, ավազակների հետ, ինչ հիմարություն, Աստված թագավոր է, նա չի կարա գա, մեռնի, նա պիտի գա, պալատում նստեր, ղեկավարեր, չէ, դա Աստված չի։ Դրա համար խաչի խորհուրդը նրանց համար հիմարություն է, բայց Պողոս առաքյալը շարունակում ասում է, բայց մեզ փրկվածներիս համար այն Աստծո զորությունն է։ Ինչքան կարևոր է սա, ամեն։ Դրա համար մենք ասում ենք Հիսուսը մեռավ և հարություն առավ, օրհնյալ է հարություն է Քրիստոսի։ Դա խորհուրդ ունի, դա խաչի խորհրդի մեջ է։ Եվ ես այսօր մի փոքր այնքան ինչքան որ իմ կարողությունները կներ և այնքան ինչքան որ ժամանակը կներիք, փորձեմ կիսվել խաչի խորհրդի հետ կապված։ Որտեղ Պողոսը ասում է, որ խաչի խոսքը կամ խորհուրդը, խաչը խորհուրդ ունի։ Խորհուրդ բառը նշանակում է գաղտնիք ունի։ Իր մեջ ամփոփված մի բան կա, որ ամենքին չի որ բացվում, այլ բացվում է նրանց, ովքեր ասում են, ովքեր փնտրում են, ովքեր ուզում են։ Ես հույս ունեմ, մենք ուզում ենք։ Եթե չուզենք, չի բացի Աստված։ Աստված փնտրողին է տալիս։ Սուրբ Գիրքը բանաձև է դրել հավատքի և ասում է. խնդրողին կտրվի, թակողին կբացվի, փնտրողը կգտնի։ Եվ եթե մենք սովորություն չունենք խնդրելու, փնտրելու, թակելու, գիտեք, անգամ լինելով Աստծո զավակ, շատ բաներ մեզ չեն բացվելու, մի զարմացեք։ Ուրեմն սիրելիներ, եթե մենք խոսքով ասենք այս բանաձևը, Աստված տալիս է ծառավներին։ Իսկ ծառավը ինչ կապ ունի հավատքի տարիների հետ։ Դե շատ զարմանում եմ, որ շատ արագ ոմանք ծերանում են։ Ասենք 10 տարվա հավատքի մեջ է, բայց իրան ընդ ցապով ասես 70-80 տարեկան մեկն է ծեր ունի։ Բայց մենք ուրիշը կարող է 40-50 տարվա հավատքի մեջ լինի և այդպես իրան չդրսևորի, այն երիտասարդի պես ավյունով լեցում, ծառավով լեցում, փնտրող, ուզող, խնդրող։
ցավով պիտի ասեմ, որ եկեղեցին այսօր իր մի մասով թմրած է եւ շատերը այլևս չեն փնտրում Աստծո ներկայությունը, նրա զորությունը, նրա սրբությունը, այլ բավարարված են այն դոգմատիկաներով, որոնք լավ թե վատ գիտեն ու դա իրանց բավարարում են։ Սիրներ այն պահից, ինչ պահից իմ մեջ, քո մեջ սկսեց բավարարումը, դա մեկ բանի նշան է։ Դու այլևս չես աճում հոգևոր, որովհետև ծառավն է մեզ տանում աճի։ Պարտիլոջ, շատ է։ Գնանք խորհրդի հետևից, խաչը ունի խորհուրդ, և մենք խոսում ենք խաչի խորհրդի մասին, որովհետև Քրիստոս խաչի վրա մեզ փրկեց և հաղթություն բերեց, օրհնյալ է նրա գործը։ Ելից գլխի մեջ 12-րդ գլխի 3-ից 7 համարը հենց այս մասին է խոսում, հենց զատկի մասին է խոսում։ Եվ այսօր զատիկ է բոլորիս համար։ Զատիկ բառը դա արամերեն փասախ բառն է, որ նշանակում է կողքով անցի։ Աստված ասել էր Մովսեսին, որ ես պիտի դատեմ Եգիպտոսը եւ որպեսզի դուք Եգիպտոսի հետ չդատվեք, պետք է վերցնեք ամեն տուն իր թվի համար մի գա եւ գործողություն անեք։ Եվ ես կարդում եմ 3-ից 7-րդ համարները։ Իսրայելի բոլոր ժողովրդի հետ խոսեցեք ասելով. այս ամսի 10-ին ամեն մեկ իր համար մի գար առնի, իրենց հայրերի տան համեմատ, տունը մեկ գար, և եթե մեկ տունը մեկ գարի համար քիչ լինի, թող նա իր տան մոտ եղած դրածու հետ հոգիների թվին համեմատ առնի, ամեն մեկ իր կերածի չափ հաշիվանեք գարների վրա, ձեր գարը անալա, արու, մեկ տարեկան լինի, ոչխարներից կամ այծերից առնեք, և պահեցեք ձեզ համար մինչև ամսի 14-րդ օրը։ Եվ Իսրայելի ժողովրդի բոլոր բազմությունը մորթեն նրան իրիկվա դեմ։ Եվ արյունից առնեն և տների երկու կողմի դրանդիներին և բերի սեմին քսեն, ուր որ նրան պիտի ուտեն։ Փարտիրոջ։ Այստեղ խաչի խորհրդի մի մասը թաղված է։ Այստեղ գաղտնիք կա։ Եվ գաղտնիքը կարա մեկնի միմիայն նա, ով գաղտնագրել է։ Աստված։ Սա մարդու գրած գիր չի, որ մարդը մեկնի։ Սա Աստծունն է, բայց Աստված մեկնում է մարդուն, իրեն հավատացող։ Ինքը բացում է իր գաղտնիքներ իրեն հավատացողի առաջ։ Ինքը խորհուրդները բացում է իրեն վստահողների առաջ։ Ուրեմն ինչ էր ասում Հիսուս Մովսեսի բերանով ժողովրդին, ամեն տուն գար առնի, ամսի 10-ին, ներողություն, այո 10-ին, ամսի 10-ին, ապրիլի 10-ին, Աբիբ ամիսը դա ապրիլն է, իսկ մենք հավատացյալները սարքել ենք շարժական լուսնի փուլերով, չգիտեմ որտեղից ենք վերցրել, բայց դա ավետարանից չի, կաթոլիկ, ուղղափառ, արևելական եւ բոլոր տիպի եկեղեցիներ, ովքեր չեն անում ամսի 14-ին, նրանք ինչ որ խնդիր ունեն։ Եվ մենք էլ ենք այդպես անում ինչպես մեր ժողովուրդը, բայց հավատում ենք, որ ճիշտ ամսի 14-ն է։ Ամսի 14-ն է Զատկի օրը։ Դա Աստծո հրավերն էր, հրամանն էր, պատվերն էր։ Երբ որ ես հարցնում էի քահանաներին, նրանք ինձ պատասխանում էին այսպես. լուսնի փուլեր գոյություն ունեն։ Մենք հաշվում ենք ծնունդից մինչև խաչելությունը լուսնի փուլերով եւ հետո տոնում ենք նրա մահը եւ հարությունը։ Միշտ իմ մեջ մի հարց է բարձրացել։ Չգիտեմ ձեր մեջ բարձրացել է թե չէ, ես միշտ սիրում եմ հարցեր ունենալ, միշտ։ Բայց փորձում եմ այդ հարցերը ավելի շատ Աստծուն տալ, քան մարդկանց։ Որովհետև մարդու զարդեն տանելով հարցի լուծում չես ստանալ, եթե Աստված չտվեր, չտվեց։ Ես
մտածում եմ, եթե խաչելությունը դա խոսում է մահվան մասին, մենք այսօր տոնում ենք նրա մահը, բայց դա խուր չենք ինչ-որ, չէ, որովհետև երբ որ մենք հավաքվում ենք այս մարդու կամ այն մարդու, ինչպես մեր ժողովուրդն ասում, զատիկը տոնելու, մեռելին զատիկ, դա էլ է որին է, մեռելին ինչ զատիկ, այ ժողովուրդ, ինչ այժմ մեռելի կողքով անցնել, ահա չեք հասկանում, դա Աստված պիտի զարգեր ու արյունը պատճառ էր, որ չզարգի, մեռելին ինչ է զարգի, եթե նա դժոխքում է զարգված է, եթե նա երկնքում ով կարա զարգի, բայց մենք մեռելին զատիկ ենք անում, ու եկեղեցու մի մասը այսօր այդ զատիկներում է, վաղն դուք եք գնալու, մի տեսնայեք ինձ, գնալու եք, բարեկամ, հարազատ, մտերիմ, հայր, մայր, քույր, եղբայր, զավակ, երբ որ չլինեք առաջի զատիկը դուք ասելու, սա ընդունված կարգ է, սա մեր կարգուկանոնն է, երանի մենք այս պատվերները հայրական պահելու փոխարեն պատվերը պահենք Քրիստոսին, բայց մենք ավելի շատ մարդկային ավանդությունների մեջ ենք, քան Աստվածային, ես վատ եմ զգում, որ սա այսպես է, բայց սա ճշմարտություն է, եւ իմ հանդիմանությունը սիրո հետևանք համարեցեք եւ ոչ թե հակառակը։ Եվ ես ինձ հարց էի տալի, ասում եմ, լավ, եթե այդ տարի նշում են այդ մարդու մահվան առաջին, երկրորդ, 10-րդ տարի։ Մյուս տարի, բա ինչի այդ օրը չի փոխվում, միշտ նույն օրն են հավաքվում։ Որտեւ այդ մեռելը, հստակ մեռելը այդ օրը։ Ինքը ամեն տարի մի ուրիշ օր չի մեռնում։ Բա իմ Հիսուսի քեզ է ցանում։ Եթե զատիկ են նշում, ինչու ապրիլի 14-ը չի, այլ 1 մայիսին է, 1 մարտի վերջին է, շարժական է։ Ով կարա ասո խորհուրդներ շարժելից, բայց մենք հասել ենք այդտեղ, որ շարժել ենք։ Դե ներիր մեզ։ Ներիր մեզ։ Որ քեզ հարցնում են փոխարեն մեր սորտին ենք հարցնում մեր ցանկություններին, մեր հասկացողությանն ենք դիմում եւ գիտեք թե քրիստոնյա ենք ու քրիստոնեություն ասա։ Ների։ Ուրեմն ամսի 10-ին հրահանգ եղավ գառ առնել։ Եվ գառի մասին գրված է պարտադիր շեշտվում է արու լինի այն։ Հարց իսկի էկը զոհում է, մեզ այնց ոմանք գիտեն թե էկը զոհ չի արվում, այսինքն մատաղ չի արվում։ Սերներ սուր գիրքը կարդացեք, էքել են զոհում, գառան, ուլի, էքել են զոհում, կա այդպեսի բան, բայց դե շեշտվում է արում, ինչու արում, սա խորհրդապատկերում է Հիսուսին, Հիսուսը պիտի մեռներ, նա է զատկի գառը, որպեսզի Եսուսը փրկվեին, որպեսզի մարդկությունը փրկություն ստանար, ավելի շուտ ամեն նրան հավատացողը փրկություն ստանար, պետք է Տերը տերերի եւ թագավորը թագավորների գար Հիսուս մարդը մեր համար պիտի խաչը բարձրանար եւ մանար եւ սա խորհրդի մեջ է տեղավորը։ Ամսի 10-ին, ինչու ամսի 10-ին չգիտեմ։ Ամենը խորհուրդ մի փնտրեք։ Ամսի 10-ը գուցե ասում ոտ խորհուրդուն, ես չգիտեմ այդ խորհուրդը, ինչ չի բացված։ Եթե մեկը գիտի, մի օր մոտենա, ես էլ ուրախանամ, եթե իհարկե հիմք ունի Աստվածաշնչից, եթե չէ, հեքիաթներ մի մաղթվեն, ես նման հեքիաթներ չեմ սիրում, եթե հեքիաթներ, ես Թումանյանի հեքիաթներն եմ սիրում, թե չէ դες հեքիաթներ մի շան։ Ամսի 10-ին ասավ կառնեք և կպահեք մինչև 14 օրը, այստեղ խորհուրդ կա և Տեր ինձ բացել է բավից, և ես շնորհակալ։ 10-ից 14-ը Ինչ էր այդ խորհուրդը, երբ 14-ին պիտի զոհաբերվեր գառը։ Կարային չէ, մի օր առաջ առնեին գառը, հաջորդ օրը զոհաբերվի։ Անգամ ոմանք կարային նույն օր առնեին, մանավանդ զոհաբերությունը երեկոյան պիտի կատարվի։ Հնարավոր թե հնարավոր չէ, անշուշտ է։ Բայց սա պատվեր էր, առեք 10-ին, պահեք 4 օր։ Սա խորհուրդ ուներ։ Հիսուս Քրիստոս, երբ որ խաչը բարձրացավ, այստեղ որ 10-ին պիտի առնեին 14-ին զոհեին, այդ 4 օրը դեռ իրականություն չէր դառել, բայց երբ որ Հիսուս խաչը բարձրացավ, դա ճիշտ իրականություն էր դառել 4 օրը, որովհետև գառը Աստծո Աստված պահում էր մարդկության մեղքի սկզբից մինչև այն օրը, որ ինքը պիտի ուղարկեր իր որդին։ Գաղատացից թուղթը ասում է, երբ որ ժամանակների լռումը եկավ, Հիսուս
Մարմին հագավ ու եկավ մեզ, եկավ մեր համար զոհաբերվելու։ Այդ լռումը 4 օր էր անց է աշխարհի ստեղծումից, Աստծո համար 4 օր էր, 4000 տարի, այսինքն 1 օր 1000 տարի, 1000 տարի 1 օր։ 4 օրը խորհուրդն է 4000 տարվա։ Գիտեք, Սատանան, որ պայքարում է Քրիստոսի դեմ, ինչ էր ասում։ Մարթայի բերանով, Հովհաննես Ավետարանի մեջ, կռիվ էր տալի Հիսուսի հետ եւ ասում էր. 4 օրվա մեռած է Ղազարոսը, ինչպես կարելի է նրան հարություն տալ, մեռած է, հոտ է, գալիս։ Այդ խոսքով Սատանան ասում էր աշխարհին, Աստծուն, հնարավոր չի, ես այս աշխարհը արդեն խաբել եմ, թալանել եմ, կերել եմ, իմն է, ինձանով եմ արել։ Քո համար մեռած է նա, 4 օրվա է, փտել է, նեխել է, էլ հետ դարձ հարություն չկա, մի ժամ չի անցել, 2 ժամ չի անցել, 4 օր, հոտ է գալիս։ Հիսուս ասեց ով մարդա, եթե հավատաս, Աստծու փառքը պիտի տեսնես։ Եվ երբ որ Տերը ասաց քարը մի կողմ գնորեք, ինքը հրամայեց Ղազարից դուրս արի, 4 օրվա մեռելը հարություն առավ եւ դուրս եկավ։ Սա խորհրդապատկերում է, երբ որ գառը Աստծո բարձրանա խաչ, մինչև իրեն մարդկությունը 4 օրվա մեռած էր։ Թե իրենց առաջ, թե իրենց հետո իր խաչը փրկություն է բերում։ 4 օրվա մեռելը պիտի հարություն առնի, վերջ։ Եթե Տիրոջն է կյանքի համար, եթե Տիրոջը չի դատաստանի համար, մեկը հարություն են առնելու։ Վերջի օրում բոլորն են հարություն առնելու։ Ով Տիրոջը չի դատաստանի համար, ով Տիրոջն է փրկության համար, Տիրոջ հետ հավիտենական կյանքի մեջ լինելու համար։ Տեսնում եք սիրելիներս խորհուրդը, նայեք խաչի խորհուրդը։ Արյունը քսեք դրսի կողմից դռան չի գրած վրա։ Մենք սովորություն ունենք, մինչև որ ես դառնեմ ճշմարիտ Տիրոջը, մենք էլ ենք մատառներ անում, ինչպես ամեն մի այսօրվա այս աշխարհում բնակվող մարդ, ես նկատի չունեմ Հայաստանը, ամբողջ աշխարհում, ամեն մի մարդ ինչքան էլ ասվի, որ Քրիստոս մեռավ, մեզ համար այլևս պետք չի մատաղ, մեկը մարդիկ մատաղ են։ Եվ այդ մատաղյանը արյունը մենք քսում ենք դռան վրա, ու դռան վրա քսում ենք ներսի կողմից, ու խաչ միանում արյունից։ Մարդկանց վրա էլ ենք խաչ անում, ում համար որ մատաղներ։ Չգիտեմ դուք այդպես արել եք։ Ես շատ եմ արել, մինչև իմ 33 տարեկանը։ Ով գիտի, քանի աղավլի ակլոր եւ գառեմ մորտել, չգիտեմ, չեմ հիշում։ Թիվը։ Ու այդ գառը ես եմ մորտել, այս ձեռքով։ 12 տարեկանից ես գառ եմ մորտել։ Համարձակություն ապետ, որպեսզի 12 տարեկան երեխան գառով, ես մորտում եմ։ Իսկ այստեղ ասում է դռան, դրսի կողմից դռան դիրներին եւ վերի սեմին, քսեք արյունը, ոչ թե դռանը, դռան դիրներին կողքեր եւ վերի սեմին, ոչ թե ներքևի, որովհետեւ ներքևի սեմը մենք տրորում անցնում ենք կամ բան ենք անում, լոնգում ենք անցնում ենք, իսկ դա արյան համար լավ չի, տեսակ անպատիվ է անում, վերի սեմին եւ դռան դիրներին։ Սիրելիներս փորձեք մտքով դռանդիրը եւ վերիսեմը մտքով շարունակել։ Ապա մտքով շարունակել։ Խաչի խորհուրդն։ Դեռ ելից թղթում Աստված ասում էր գառը պիտի մահանա խաչի վրա։ Այդ արյունն էր, որ մեզ պիտի պահեր, այդ արյունն է, որ օգնում է, որ Աստծո Սատակիչը, հրեշտակը, որ Աստված ուղարկում է, մենք կողքով անցնի, հենց դա է զատիկը, կողքով անցնեն, փասախ։ Փասախ բառի մեջ ես միշտ նայում եմ փախի բառը, կողքով անցնի, հրեշտակ կողքով անցնի, ձեր չտասետ իմ զավակն է, փախի։ Մի քիչ կատակ եմ անում, գուցե այսպես չի, ոչ թե գուցե հաստատ այդպես չի, կողքով անցնի։ Ուրեմն այս խորհուրդը շատ կարևոր է, սիրելիներս, մենք պետք է հասկանանք, որ զատիկը մեծ խորհուրդ ունի, եւ սա թե մենք տարի մեկ անգամ ենք նշում, որովհետեւ նա մեկ անգամ հեռավ եւ հարություն առավ, բայց ամբողջ 365 օրը ինձ համար Տերը մեռել է եւ հարություն առել ամեն օր։ Դրա համար ես ամեն օր իմ խաչը պիտի վերցնեմ եւ դրամ։ Ամեն օր։
Եթե նրա մահը այդ 365 օրվա, 66 օրվա վրա չտարածվի միայն մեկ օրվա, ապա մեզանից ոչ մեկ կենդանի չի լինի։ Որովհետև անմնացած օրերում մենք կդառնանք իրար թշնամու առաջ։ Բայց Տիրոջ արյունը մեզ պահում է 365 օր։ Ես չեմ ասում ամենուն ամենս համար մեռնում է, բայց այդ մեկ մահը, այդ 366 օրը ծածկում է։ Եվ բոլոր տարիների 366 օրերը, մինչև որ ինքը գիտա, ամենքի համար, ամեն հավատացողի համար, այդ արյունը ծածկում է մեզ թշնամու նետերից և ջնջում է մեր և Աստծու միջև եղած թշնամություն այդ արյունը։ Եթե այդ արյունը չլինի, ես իմ Աստծո թշնամին եմ տակավի, բայց այդ արյունը ինձ հաշտեցնում է իմ հոր հետ։ Որտեղ նա ջնջում է իմ մեղքերը և թեև ես մեղավոր մարդ եմ, Աստված նայում է իր որդու արյան միջոցով ինձ ու ասում է, ես քեզ ընդունում եմ և ասում եմ, դու արդարացած ես։ Ինքը ինձ արդար է հռչակում այդ արյան միջոցով։ Քեզ արդար է հռչակում այդ արյան միջոցով։ Սուրբ լինի նրա անունը։ Հիմա գանք Մատթեոս, այո, դեռ Քրիստոսի մահից դարեր առաջ Մովսեսի միջոցով կար մարգարեություն, որ Տերը խաչի վրա պիտի փրկի իր ժողովրդին։ Բայց հիմա գանք արդեն Հիսուսի ժամանակներ և տեսնենք գործնականում ինչպես եղավ այս ամենը։ Մատթեոս 27-րդ գլխից պիտի ընթերցեմ 33-ից 35-ը և ապա 45-ից 53-ը։ Եվ երբ որ Գողգոթա ասված տեղը եկան, որ գանգի տեղ ասված է, նրան լեղի հետ խառնված գինի տվին խմելու, և երբ որ ճաշակեց չէր կամենում խմել։ Եվ նրան խաչը հանելով բաժանեցին նրա հանդերձները, վիճակ գցելով, որ կատարվի մարգարեի ձեռով ասվածը, իմ հանդերձները իրենց մեջ բաժանեցին և իմ պատմուճանի վրա վիճակ գցեցին։ Ով Տեր 45-53 հատվածը։ Եվ ժամը 6-ից խավար եղավ բոլոր երկրի վրա մինչև 9 ժամը։ Բարք ես Տեր։ 3 ժամ։ 3 ժամ։ Տերը ասավ, քանդեք ես տաճար, ես 3 օրում կկառուցեմ։ 3 ժամ։ Եվ ժամը 6-ից խավար եղավ բոլոր երկրի վրա մինչև 9 ժամ։ Եվ ժամը 9-ի դեմ Հիսուսը մեծ ձայնով աղաղակեց և ասեց. Էլի, Էլի, լամա սաբաքթանի, այսինքն իմ Աստված, ինչու թողեցիր ինձ։ Հիսուսի վրա էր դրված ամբողջ մարդկության մեղքը և անգամ Հայր Աստված չէր կարողանում նայել որդու վրա և նա երեսը թեքեց։ Հենց Հայր Աստծու հայացքը կտրվեց որդուց, որդին զգաց ու ասեց. Հայրիկ, դու էլ ինձ թողեցիր։ Բոլորը լքեցին, բոլորը փախան, բոլորը իմ դեմ են, դու էլ ինձ թողեցիր։ Պետք է Աստված մի պահ նրան թողեր, որ մենք ընդունված լինեինք։ Եվ սա շատ դժվար էր Հիսուսի համար։ Նա որ այդ ցավերի մեջ էր, նա որ այդ տանջանքի մեջ էր, նրա միակ մխիթարությունը հոր հայացքն էր։ Եվ հանկարծ Հայրն էլ երեսը թեքեց։ Հիսուս անգամ սա տարավ հանուն մեզ, պետք է Հայրը թողեր որդուն, որ մենք դառնայինք որդիներ Աստծու։ Սա դժվար բան է, սա հասկանալու համար պետք է մտնել այդ մաշկի մեջ, զգա։ Մենք ընդհանրապես կարող որոշ բաներ պատկերացնենք, բայց ամբողջությունը չենք կարողանում առնել, հասկանալ։ Եթե հասկանայինք, միթե այսպես ցավ կպատճառենք նրան։ Միթե օրեր կորոշեինք, միթե ամիսներ կնշանակեինք, միթե ինչ-որ ձևերով պաշտամունքը կհամարեինք ներկայանալի կամ ոչ, փոխանակ սրտի և երկրպագության ճշմարտությամբ, մենք շատ ձևերով ենք կարծում, թե Աստծուն պատվում ենք, ավելի շատ խոսքով, շփթունքներով, ինչպես Եսային ասավ, սրանք իրենց շուրթներով են ինձ պատվում և ոչ թե սրտով, իրենց սրտեր ինձանց հեռացած են։ Եվ այսօր աշխարհի քրիստոնեության 95-ից 6% այս վիճակի մեջ է։ Աշխարհի մարդկանց
այդ հավասարազոր խոսքով քրիստոնյա, գործով հրեջ։ Սա դժբախտաբար իրականություն, դժբախտաբար։ Շնորհակալ ենք Տեր քո խաչի խորհրդի համար։ Ուրեմն Տերը երբ որ արդեն մոտենում է նրա մահվան ժամը, Սուրբ ասում է, որ խավար կիրեց։ Ես սիրում եմ մտածել խոսքի վրա։ Ինչ արժան, ինչ նշան է, ինչի պետք է ժամը 6-ից 9 խավար կիրեր։ Չգիտեմ ով ինչ խորհուրդ է տեսնում, բայց երբ որ ես մտածում էի, շատ անգամներ եմ մտածել, ոչ մի բան չեմ առել, ու երբ որ ես չեմ առնում, ես չեմ ուզում հորինեմ մի բան։ Ինձ ասում են, բայց սա ինչ խորհուրդ ունի, ես ասում եմ չգիտեմ։ Մի հորինեք, ժողովուրդ ջան։ Այն ինչ Աստված չասում, մի հորինեք, այդ էից հերձվածով ունենք։ Մենք մարդիկս հորինում ենք։ Ոնց, հորինում ես ասեմ չգիտեմ։ Ես ասում եմ չգիտեմ։ Ով ինչ ուզում է թող մտած, դա իր պրոբլեմն է, իմ խնդիրը չի։ Բայց մի օր հոգուս մեջ ես հասկացա, հոգուս մեջ ձայն լսեցի, ապա ինչպես կարող էր պատահել, որ լույսը եկել էր աշխարհ ու լույսին խաչտ էին հանում ու խավարը չտիրեր։ Խավարը ցույց է տալի, որ առանց նրա այս հազար վիճակը մարդկություն դուք խավարի մեջ եք մտնում։ Դրա համար Հիսուս Հովհաննես 8-րդ գլխի 12 համարում ասում է ես եմ աշխարհի լույսը, ով որ իմ ետևից գա խավարում չի մնա։ Այսինքն սրանով ուզում ասել ով իմ ետևից չի գալի, նա արդեն խավարում է։ Սիրելիներ, զարմանալի ոչինչ չկա որ խավար դիրեց։ Խավարը մեկ բան ասում է, առանց Քրիստոսի խավարը նա է կյանքի լույսը։ Եվ Հովհաննես 1-ն էլ ասում է, նա էր մարդկանց լույսը, բայց աշխարհը նրան չիմացավ, սա պարադոքս է։ Նա եկավ ու ասում է նշան արա, էլ իշքան նշաններ պիտի անել, հարություններ, հրաշքներ, զորություններ, բայց մարդիկ դարձյալ ասում են նշան արա։ Սրա համար Պողոս առաքյալը ասում է, հույները իմաստություն են փնտրում, եւ հրյաները նշան, սրանց չի տրվի նշան, բացի Հովնան Մարգարեի նշանը, նրանց էլ գայթակղություն է տրվելու, ինչ իմաստություն։ Դրա համար այս մարդիկ ասում են խաչի խորհուրդ, ինչպիսի հիմարություն։ Խաչը իրանց համար հիմարություն է։ Մեր համար Աստծո զորությունն է, փրկվածներս համար։ Շնորհակալ ենք Տեր, որովհետև սա քո զորությունն է։ Գիտեք Քրիստոս հաղթեց խաչի վրա, սա զարմանալի բան է։ Դուք ասեք գիտենք, երբ որ նա մեռավ խաչի վրա հաղթեց։ Մենք գիտենք, բայց կիսա տայս մեր գիտությունը։ Կողոսացիս 2:15-ը գիտեք ինչ ասում։ Ասում է եւ նա հայտնապես հաղթ արեց իրենում եւ խայտարակ պարտության մատնեց իշխանություններին եւ պետություններին։ Ում մասին է։ Այսինքն Իսրայելի պետությանն էր ուղղված, որովհետեւ Իսրայելն էր։ Թե ուղղված էր հռոմեական պետության դեմ, որովհետև Իսրայելը գտնվում էր հռոմեական լծի ներքո։ Ում դեմ էր, ես ինչ պետություններ իշխանություններ։ Դրանք հոգևոր աշխարհի պետություններն ու իշխանություններն են, այլ խոսքով սատանայի թագավորությունը։ Սատանան թագավորություն է կառուցել մարդու ձեռքից խլելով Աստծո տվածը։ Աստված մարդուն Ադամի միջոցով տվել էր իշխանություն։ Քեզ դնում եմ կառավարիչ երկրի վրա։ Պահպանի եւ մշակի։ Ադամը ոչ պահպանեց, ոչ խելքագլխին մշակեց։ Եվ նա այդ ամենը հասկանալով թե ոչ հանձնեց սատանա։ Եվ պիտի գար մարդու որդին, հագնելով մարդու մարտին, եւ մարդու փոխարեն պիտի վերցներ իր վրա մարդու աննազանությունը եւ մեռներ մարդու փոխարեն, եւ մեռնելուց հետո խաչի մահով նա մի բան արեց, նա դեռ միայն խաչի վրա չէ, որ կատարել հաղթանակ ունեցավ։ Շատերը կարծում են, որ այդ կատարել հաղթանակը միայն խաչի վրա։ Խաչը շարունակություն ունեցավ։ Եթե նա մեռներ խաչի վրա եւ դրվեր գերեզման, ամեն ինչ կվերջանա։ Հաղթանակ չէր կարող լինել։ Բայց շնորհակալություն Տիրոջը նա հարություն առավ։ Ուրեմն հաղթանակը շարունակվում է։ Խաչը, հարությունը եւ մի բան է։ Մեզանից ոմանք երևի չգիտեն, բայց ոմանք գիտեն, որ նա առաջի Պետրոս 3:18-20 ասում է հիչավ դժոխք։ Հիչավ դժոխք։ Հիսուսը հիչավ դժոխք։
Ինչու իջավ դժոխք։ Հայտնության 1:17-18 ասում է ինչու իջավ դժոխք։ Գաղտնիք էստեղ բացահայտում է։ Երկու պատճառով իջավ դժոխք։ Առաջին պատճառը հայտնության 1:17-18-ն է եւ երկրորդ պատճառը հենց Պետրոս 3-ի մեջ գրված է։ Ուրեմն առաջին պատճառը հետեւյալն էր։ Հիսուս երբ որ հայտնվեց Պատմոս կղզում, հայտնության տեսիլքում, երևաց Հովհաննեսին, որը արդեն զառամյալ ծերունն էր, գիտեք Հովհաննեսը այն չարաճի աշակերտն էր, որը գրում էր Տիրոջ խզով, որ սիրում էր Տիրոջը, որ փառվում էր Տիրոջը, բայց այս Հովհաննեսը արդեն մնացած իր եղբայրները բոլորը նահատակել են, գիտեք, բացի Հովհաննեսից 11-ը նահատակվել են։ 11 առաքյալներ նահատակվել են, չկա։ Հովհաննեսը մեջտերի ամենաերիտասարդն էր, բայց նա արդեն 100 տարեկան էր այդ երիտասարդը։ Եվ Հիսուս հայտնվեց նրան, եւ նա քիչ բերնի վրա ընկավ Տիրոջ առաջ։ Եվ Տերը ասեց, ահա ես եմ սկիզբը եւ վերջը, ալֆան եւ օմեգան, եւ ես ունեմ իշխանություն եւ մահի վրա իշխանություն եւ դժոխքի բալանիները ունեմ։ Տեր որտեղից վերեցիր դա։ Իջա դժոխք եւ նրանով գերիր բռնել, ես նրան գերության մատնեցի, հաղթահարեցի հայտնապես։ Լսեք ավելի հայտնապես ոնց կարա լինի։ Մտնում ես թշնամու ворջ, մտնում ես թշնամու երկիր եւ նա պարտությանս մատնում հենց իր մայրաքաղաքում, հենց իր տանը, հենց իր թագավորությունում, հենց իր նստավայրում, դժոխքում թշնամին մատնվեց հայտարարակ պարտության։ Ահա թե ինչու սիրելի զավակ, դու վախենալու բան չունես սատանայից, որտեղ քո Տերը, քո Փրկիչը, քո եղբայրը, քո առաջնորդը, քո այրը արդեն հաղթել է։ Ամեն։ Եվ քեզ է տվել իշխանություն։ Բայց եթե դու Աստծու հետ միաբան չես եւ հնազանդ չես, այո վախեցիր սատանայից, որտեղ քո իշխանությունն ավրա չի գործում։ Քո իշխանությունը գործում է ժամանակ, երբ որ դու հնազանդության մեջ ես Աստծուն։ Սա օրենք ահոք է։ Եվ Հիսուս հայտարարեց. ես ունեմ դժոխքի բալանները։ Ուրեմն սատանան չի կարա իր ուզած մարդուն գցի դժոխք։ Եթե ես չուզենամ եւ այդ մարդը չուզենամ։ Բայց որ մարդը ուզում է, այսինքն չի թվում Հիսուսին, ապա Հիսուս թույլ է տալիս, որ այդ մարդը իր կամով գնա այնտեղ, որտեղ Աստված հարգում է մեր կամքը։ Սիրելիներս, ինձ, քեզ, եթե Աստծուն հավատալու ենք եւ չենք ուզում ոչ տեղը դրանք, ոչ մեկ Աստծու ձեռքից խլել չի կարող։ Սուրբ Գիրքը ասում է, որ Աստծու ձեռքից մեզ ոչ մեկ հափշտակել չի կարող։ Բայց մի ցավոտ իրականություն։ Միայն ինքդ քեզ կարաս հափշտակես Աստծու ձեռքից։ Միայն ինքդ կարաս քեզ մատնես կորստյան, ուրիշ ոչ մեկ։ Այն որ ասում են, փրկությունը չի կորում, Աստված անզեղ չափել։ Անզեղ չափել, բայց տվել է քեզ։ Եվ եթե դու չուզենաս այն կորցնես, Աստված քեզ կզորացնի, կպահի չի կորի։ Բայց երբ որ դու ուզում ես այն կորցնես, կներես Աստված չի եկել քո տեղը իր տված նվերին ամեն օր ուշադրություն դարձնել։ Մեկ-մեկից հետ վիճում են, ես սիրում եմ բանավիճել, բայց վիճելու իմաստ չկա։ Մի քիչ բանավիճությունն ու վեճերը պետք է տարբեր են իրարից։ Ասում եմ եկեք նստենք նայենք Սուրբ Գրքին։ Իրանք բերում եմ հիմնականում 1-2 համար, որ Աստծու տված անզեղ չի կորում։ Ես ասում եմ, իհարկե Աստված հիմա չի զղջում, որ փրկել է մարդկությանը, բայց մարդկության մի մասը ինքն է որոշում դժոխք գնալ։ Հիսուս ասավ, որ ես պատրաստել եմ դժոխքը եւ գեհենոմ համար սատանան եւ նրա հրեշտակների։ Այսինքն մարդու համար Աստված չի պատրաստել, բայց մարդը չընդունելով Քրիստոսին, չնազանդվելու ուր պիտի գնա։ Այնտեղ որտեղ է սատանան իր հրեշտակները։ Այլ խոսքով դժոխք եւ գեհեն։ Սիրելիներս, մարդը կարա կորցնի իր փրկությունը, որովհետեւ փրկությունը դա պարգև է Աստծուց տրված, որ տվողը չի զղջում, տվողը բերել է ինձ $1,000,000 տվել, $1,000,000 տվել, չի զղջում իր տրվածի համար։ Բայց ես ամփույթ, ես կողմեմ գցում եմ, կողմեմ գցում, գողերն են տանում, կորցնում եմ, եւ հետո ասում են դու որ ինձ պարգև տվիր։ Ինչու չէի հետևում, որ պարգևը չկորի։ Աստված ասում է սիրելիս, ես քեզ էի տվել իշխանություն դրան հետևել։ Աստված
ինքը չեր հետևում, որ սատանան չվերցնի երկիրը։ Հասկացեք, Աստված այդ իշխանությունը տվել էր ադամական սերունդին, Ադամ, Եվը, պիտի հսկեք ու պահեք, ինչ արեց Ադամը չհսկեց։ Ուշադիր չեղավ, գողացան ձրեց։ Դուք կարծում եք, որ այն փրկությունը, որ Աստծուց է, չեք կարա կործնեք, եթե չեք կարա Պողոս անմիտ բաներ ես գրել, ահով ու դողով գործեցեք ձեր փրկությունը։ Պողոս սա որ գրում էր մտածում էր, որ սա չի կորում, ինչը վախենան, ինչի վախենան, եւ ահա թե ինչու ոմանք Աստծուց չեն վախենում։ Որտեւ եթե չեք կորցնում փրկությունը, ուրեմն ինչ տեղ կորում, ուզեմ անեմ, հետո կասեմ, դե լավ, չէի ուզում, կներես։ Այսինքն զղջում չի, փոշմանում է։ Հուդան էլ այդպես զղջած, այսինքն փոշմանից գնաց, իրան էլ կախեց։ Ասեց արդար արյուն մատեց։ Քահանաներն էլ իրենց վրա չվերցրին, որովհետև իրենք էլ այդ նույն դավաճանության մեջ էին։ Ասեցին դու տես, այսինքն մենք ինչ, մենք ես բերեմ մեր ձեռք տղան, այսինքն մենք ավելի արդար ենք։ Սիրելիներս, սա է խաչի խորհուրդը։ Հիսուս Քրիստոս, Աստծո որդին, մարդանցավ, որպեսզի իմ եւ քո համար, որպես գառն Աստծո, որպես զատկի գառ, մահանա, ապրիլի 14-ին, որպեսզի ողջ մարդկությունը նրան հավատացած փրկություն գտներ։ Դրա համար Հիսուս ինքը Եբրայեցիների թղթում մեջ է բերում Պողոսը Հինուխտից, որ օրենքի գրքից, ասում է, երբ որ նա մտնում էր աշխարհ, ասեց, հայր, դու նոխազների, ցուլերի, գառների արյուն չուզեցիր, այլից համար մի մարմին պատրաստեցիր, եւ ես ասեցի, ահա գալիս եմ գրքի մեջ գրված քո կամքը կատարելու ով Աստված։ Հիսուս եկավ մեր հոր կամքը կատարելու, մեզ համար զոհվելու եւ հարություն առնելու։ Շատ տխուր կլներ այսօրը, եթե մենք հիշեինք մեկին, որ մեզ համար զոհվել է 2000 տարի առաջ, շատ թանկ մեկը, բայց ինչ։ Շնորհակալություն Աստծո, որ այդ թանկ մեկը մեռավ, բայց հարություն առավ եւ այսօր էլ մեզ հետ է։ Եվ եթե նա հարություն առածները առաջնեք նա, մենք էլ հույս ունենք հարության։ Եթե նա հարություն չառներ, մենք էլ հույս չենք կարող ունենալ հարության։ Շնորհակալություն նրան։ Սուրբ Գիրքը ասում է, այն հոգին, որ նրան հարություն տվեց, մեր մեջ է։ Եվ մեզ էլ է հարություն տալու, ճիշտ ժամանակին։ Այսօր հարություն մեռած հոգու իմաստով, վերստին ծնուն, վաղը հարություն մարդավոր։ Երբ որ մի օր մենք թողենք այս մարմինը եւ կդառնանք Աստծուն, Աստված մեզ հարություն է տալու իր ժամանակին։ Նոր մարմին։ Ուրեմն այս խորհուրդն է ճանապարհ բացում այդ նոր մարմնի նոր կյանքի համար։ Չլիներ Հիսուսի խաչի խորհուրդը, չեր լինելու կյանք։ Հիմա կանգնի քո ոտքերի վրա, որ նրանք փառք տանք, ուրախանանք այս օրվա համար։ Ամեն։